Տեր Հիսուս Քրիստոսին Ես առաջինը ուզում եմ բարևներ փոխանցեմ Հոլանդիայից Աստված օրհնի ձեզ, թող Տերը զորացնի, սիրելիներ, դենց եղբայրները խոսում էին, բայց իմ ներսը գրագը վառում էր, այն ճշմարտության խոսքերը, որ Աստված խոսում է, սիրելիներ, գիտեք, ասում է խոսքս գողարգեմ եւ գպուժեմ, գիտեք, մեր Տեր Հիսուս Քրիստոսի խոսքերը, սիրելիներ, չի դադում մարդուն, այլ հագարակ, սիրելիներ, այլ մեզի բժշկում է, մեզի հանում է, սիրելիներ, մեր հպարտությունից, ինչպես որ եղբայրը ասեց, գիտեք, եղբայրը խոսա ճշմարտության մասին, եւ ես նստած էի, դենց խորանում էի, սիրելիներ, որ այո, մեր Տեր Հիսուս Քրիստոսը նա ինքն է ճշմարտությունը եւ մինակ ինքն է ճշմարտություն խոսողը, սիրելիներ։ Եվ գիտեք, եղբայրը երբ որ խոսած երդասարտի մասին, հարուստ երդասարտը, որ ասեց, ինչ անեմ, որ ես հավիտական կյանքը ժառանգեմ, Հիսուսը ասեց պատվիրանները բահե, ասեց մանկությունից բահել եմ, շատ հետաքրքիր խոսք, ասում է Հիսուսը իրեն շատ սիրեց։ Գիտեք, սիրելիներ, ու այդ սիրու բխած, սիրելիներ, ճշմարտությունը ասեց իրեն։ Գիտեք, սիրելիներ, ճշմարտությունը նայա, սերը նայա, երբ որ քեզ ճշմարտությունը ասում են։ Երբ որ քեզի ասում են ճիշտը, եւ երբ որ խորանում ենք այդ համարով, մենք տեսնում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսը, սիրելիներ, իր մոդիկցումը այդ երդասարտին, սիրելիներ, գիտեք, ինքը տեսնում էր, որ իր մեջը քուր կար։ Բայց շատ հետաքրքիր հասկանում ես իր մոդիկցումը, շատ հետաքրքիր մոդիկցում էր, սիրելիներ, չասեց, որ քու մեջ այդ քուր կա, որ հարստությունն է, սիրելիներ, այլ շատ հետաքրքիր ինքը դենց արեց, որ ինքը իրեն տեսնա։ Ասեց ունեցվածքը ծախի, աղքատների բաժանի եւ արի իմ հետևը։ Եվ ինքը տեսավ, որ իր ներսը մեծ քուր կա։ Բայց Հիսուսը ճշմարտությունը ասեց, եւ այսօր մեզի ասում է այն ճշմարտությունը, սիրելիներ։ Այո, եւ ճշմարտությունը նա է, որ մենք բոլորս մեղավոր ենք։ Մենք բոլորս մեղավոր ենք եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսը եկավ մեզ բերգելու, մեզ ազատագրելու, սիրելիներ, մեզ կյանք տալու։ Այսօր համար ես ուզում եմ մի հատ համար գարտամ Հովհաննես 3:16, սիրելիներ, ճանաչված համարը, շատ օրհնյալ համարը, սիրելիներ, մեր Տեր Հիսուս Քրիստոսի մասին 3:16-17 խոսքերը։ Որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդին տվավ, որ ամեն նրան հավատացողը չկորսվի, այլ հավիտենական կյանք ունենա։ Որովհետև Աստված իր որդին չուղարկեց աշխարհը, որ աշխարհը դատե, այլ որ աշխարհը նրանով փրկվի։ Ամեն։ Բարք Հիսուս Քրիստոսին, սիրելիներ, այո, սիրելիներ, Աստված ուղարկեց, սիրեց աշխարհը եւ իր որդին ուղարկեց, սիրելիներ։ Ուղարկեց չէ որ դատելու, այլ ուղարկեց ինչ բրգելու, եղբայրներ։ Մենք տեսնում ենք ինչ մեծ սեր Աստծո հանդեպ մեր բոլորի փոխարեն։ Ու ես այսօր հավատում եմ ընձանից սկսած, սիրելիներ, ու այսօր այս աշխարհը, սիրելիներ, բոլորը այսօր փնտրում են սեր։ Համաձայն եք իմ հետ, սիրելիներ։ Ինչքան մարդը սիրու կարիք ունի, եղբայրներ ջան։ Բոլոր այսօր աշխարհը, սիրելիներ, փնտրում է, որ մարդ իրեն սիրի, սիրելիներ, իրեն սիրի, իրեն ընդունի, ինչպես որ նա ինքը գա, սիրելիներ, ինչպես որ նա ինքը գա, իրեն չթողի, թե ինքը դգար լինի, սիրելիներ։ Գիտեք, ես գիտեմ ձեր կյանքում եղել է, չի եղել, բայց այս խոսակցությունը ես շատ եմ լսել։ Օրինակ եղել է մարդ ու կին, սիրելիներ, ամուսնացել են, սիրով ամուսնացել են, մի տարի, երկու տարի իրար հետ, սիրելիներ, այդենց արդահայտություն, մարդը ասում է գնոջը,
ասում է, եթե ես գիտեի դու վիճակդ էսի է, ես քո հետ չեմ ամուսնանալու։ Եթե ես գիտեի քո բնույթդ նա է, ես քո հետ երբեք չեմ ամուսնանալու։ Գիտեք սիրելներ, ու եղել է գինը ասուլա նույնպես իր ամուսինին սիրելներ։ Դե սիրով իրար արել են սիրելներ, բայց մենք գիտենք մարդը մեղավոր մարդ է սիրելներ, ինքը ունի դգարության սիրելներ։ Գիտեք սիրելներ, այս հնչումը այսօր միջև այսօր աշխարհի մեջ հնչում է, ընտանիքների մեջ հնչում է սիրելներ, բայց մեր Տեր Հիսուս Քրիստոսը սիրելներ, օրհնյալ է իր անունը սիրելներ, մեզի սիրեց եւ մեզի ընդունեց, ինչպես որ գանք սիրելներ, ընդունեց մեզ, ինչպես որ գանք սիրելներ։ Գիտես, բոլոր մարդկանց սերը սահմանափակ է, բայց մինակ մեր Տեր Հիսուս Քրիստոսի սերը անսահման սիրելներ, մեզի սիրում է։ Այսօր համար սիրելներ, Սուրբ Գիրքը երբ որ կարդում ենք Հռոմեացի 5:8, ասում է Աստված իր սերը հայտնեց մեզ, երբ որ մենք մեղավոր էինք, Հիսուսը մեռած մեզ համար, երբ մեռավ մեզ համար սիրելներ, երբ որ մենք մեղավոր էինք սիրելներ։ Այսօր համար թող Աստված օրհնի մեզ սիրելներ, ինչ մեծ սերը, այո, ես ալ համաձայն եմ եղբոր հետ, գայնում եմ, ասում եմ Տեր Աստված, էսի քո սերդ ինչքան մեծ է մեր հանդեպ, ինչքան մեծ է քո սերդ մեր հանդեպ, օր տեսնում ենք իր համբերությանը, մեր հանդեպ սիրելներ, օր տեսնում ենք իր սերը մեր հանդեպ, մեզի զարմացնում է մեր Տեր Աստվածը։ Այսօր համար սիրելներ, այսօր ուզում եմ, ասենք մի քանի գետերի, հասկանում եք սիրելներ, ոնց Հիսուս Քրիստոսը սիրեց մարդուն, սիրելներ։ Հիսուսը սիրեց մարդուն միջև մարդը իրեն սիրելը, բայց այսօր այս հասկացողությունը աշխարհի մեջ չկա։ Աշխարհը ասում է ինձ սիրի, ես նոր քեզ կսիրեմ։ Աշխարհի հասկացողությունը նա է, սիրելներ, առաջինը դու ինձ սիրի, նոր ես քեզ կսիրեմ։ Բայց Հիսուս Քրիստոսը օրհնյալ է իր անունը սիրելներ, ինքը մեզի սիրեց առաջինը եւ իր կյանքը տվավ մեզ սիրելներ։ Գիտեք սիրելներ, Հիսուս Քրիստոսը մեզի սիրեց եւ իր կյանքը տվավ միջև մեր ապաշխարելը։ Գիտեք սիրելներ, կարող է այսօր մարդիկ ասեն, գիտես, դու փողվի նոր քեզ կսիրեմ, բայց Հիսուս Քրիստոսը այդ քայլը չանեց։ Հիսուսը չասեց սրբվի, սուրբ եղի, նոր ես քեզ կսիրեմ։ Այդեն չարեց եղբայրներ։ Հիսուս Քրիստոսը իր կյանքը տվավ, իր անձը տրավ սիրելներ, երբ որ մենք մեղքի մեջ դաղված էինք։ Այսիա Աստծո սերը սիրելներ։ Այսօր համար Ղուկաս ավետարան 19:10 խոսքը սիրելներ, նայեցեք ինչ ասում է սիրելներ։ Վասնզի որդի մարդուն եկավ, որբեսի չգործնի, այլ բրգի, չգիտեմ թարգմանությունները կարող է դարբերությունը սիրելներ։ Այո, Հիսուս Քրիստոսը եկավ եղբայրներ ջան, հասկանում ես, որ մարդուն բրգի, չէ որ գործնի, այլ կյանք տա։ Այսօր համար սիրելներ, Հիսուս Քրիստոսը, երբ որ եկավ մեր աշխարհում, գիտեք սիրելներ, հանդիպեց մի մարդուն, որ Զաքեյոս անունով։ Գիտեք, Զաքեյոսը ելել էր ծառին, ուզում էր Հիսուսի տեսնալ, բայց շատ հետաքրքիր բան, սիրելներ, Հիսուսը կդավ Զաքեյոսին, եւ շատ Զաքեյոսը դուք գիտեք մաքսավոր մարդ էր, եղբայրներ, քուրիկներ ջան, անարգված, մերժված, սիրելներ, մարդկանց խապում էր, բայց Հիսուս Քրիստոսը կդավ այդ մեղավորին, որտեղ սիրում է մեղավորին։ Ասեց. «Շտապի Զաքեյոս, իջի, այսօր պետք է ես քո դունդ մտնամ»։ Օրհնյալ է Տիրոջ անունը սիրելներ։
չսպասեց Զաքեոսին առաջինը աբաշխարի, սրբվի, իր մեղավոր վիճակով սիրելներ, մտավ իր դունը, սիրելներ, էսիա Աստծո սերը այսօր մեր բոլորի հանդեպ սիրելներ, որ Հիսուս Քրիստոսը ինքը սկսավ առաջինը, այսօր համար առաջի Տուղթովանու երբ որ գարտում ենք 4:19 խոսքը սիրելներ, ասում է առաջինը ինքը սիրեց մեզ, նոր մենք իրեն սիրեցինք։ Այո սիրելներ, առաջինը ինքը մեզի սիրեց, նոր մենք իրեն սիրեցինք։ Եվ Քրիստոսի սերը սիրելներ, գործնական ցույց տվավ չէ որ խոսքով։ Մենք այսօր դեսնում ենք, ինչքան այսօր մարդիկ ասում են, քեզ սիրում եմ։ Այս հնչումը այսօր աշխարհի մեջ սիրելներ, այսօր հնչումը սիրելներ, բայց նա մինակ խոսք է։ Սիրելներ, բայց մեր Հիսուս Քրիստոսը որ սիրեց, նա ինքը գործնական ցույց տվավ սիրելներ, այդ սերը սիրելներ հաստատվավ խաչի վրա եւ ցույց տվավ մեզ, որ իրոք ինքը մեզի սիրեց եւ ինքը իր կյանքը տվավ։ Օրհնյալա Տիրոջ անունը, ինչ մեծ սեր մեր հանդեպ ունի սիրելներ, այսօր իրոք սիրելներ, մեր միտքի վեր, գիտեք սիրելներ, մեկ մտածում եմ, ես հիշում եմ Գևորգ եղբայրը, գիտեք սիրելներ, Ամերիկայի Գևորգ եղբայրը, դուք գիտեք, ասենք իրար հետ զրուցում ենք, մի քուրիկ գար, ասենք շատ վատ վիճակների մեջ, մեղավոր վիճակների մեջ էր, գիտեք սիրելներ, եւ վերջեն 2 տարի անցավ Գևորգ աղբերը նոր են եկավ մեր մոտ Հոլանդիա, սիրելներ, եւ դենց խոսք ասեց ես էլ չեմ կարա հասկանամ Աստծո սերը։ Ես գնոջը ոնց ողորմություն արեց։ Ես ինչ օրտնեց իր կյանքը։ Ասում է մենք լինենք կարող չանենք էդի, ու հաստատ չենք անենք, բայց նայ Տիրոջ ողորմությունը, ինչքան մեծ է իր համբերությունը, սիրելներ, այս քուրիկի վրա։ Այսօր համար սիրելներ, թող Աստված օրհնի մեզ եւ Աստված մեզ զորացնի, որ Հիսուս Քրիստոսը գամավոր սիրելներ, նա ինքը եկավ, սիրելներ, համաձայնության, որ իր անձը տնի եւ իր կյանքը տնի, սիրելներ, որ ես ու դու բրգություն ունենանք։ Ինչ մեծ եւ հրաշալի Աստված սիրելներ մենք ունենք։ Այսօր Աստված բոլորիս, գիտեք, Աստված երկնքի երկրի դիրակալ, սիրելներ, տակավորների տակավոր, այսօր զարմանում ենք, գիտեք, ամեն մարդ, որ այսօր այստեղ նստած է այս վայրում, անունով քեզ ճանաչում է։ Գիտես, քու անունով։ Ես հավատում եմ Զաքեոսը կարող է զարմացավ, որ ասեց Զաքեոս, սիրելներ, այո, ամեն մարդուն ստեղ նա ինքը ճանաչում է եւ նա ինքը եկել աստեղ սիրելներ, որովհետեւ ինքը քեզ սիրել է եւ ուզում է դու կյանք ունենաս իր հետ սիրելներ։ Այսի է Աստծո սերը եւ իր սերը ապացուցեց խաչի վրա սիրելներ, խաչի վրա դենց արդահայտություն սիրելներ զարմացրեց մեզ բոլորին։ Կարող է մեզ քրիստոնյաները սիրելներ, գիտեք, ես հիշում եմ, դենց այսօր վերջեն գնացել ենք քրիստոնյա ընտանիքներին, սիրելներ, այս համարները գարտացել ենք, սիրելներ, որ Հիսուս Քրիստոսը խաչին ասեց հայրների չգիտեն ինչ են անում։ Սիրելներ, այս խոսքը դարձել է, գիտես, հասարակ կարող է քրիստոնեության մարդկանց, բայց գիտեք, ես հիշում եմ մի մուսուլման, ասենք եկավ մեր տունը, դվի ավետարանը իր ցերքը եւ գարտած այդ համարը։ Եղբայրներ, ես տեսա այդ մուսուլմանին, գիտեք, ասեց, «Էս ինչ մարդ է, ոնց կարա լինի, որ իրեն տանջեցին, իրենց ծեծեցին, բայց այդ բառը ոնց կարացավ անի, հայրների չգիտեն ինչ են անում, ասում է, ով է էսի, ասի, էսի է մեր Հիսուսը, էսի է, որովհետև ինքը սիրում է մեզ, սիրելներ, այսօր երբ որ մեզ ցավացնեն, տեսնում ես կարող ադելություն լեցվի մեր իրենց հանդեպ, այսօր կարող է մեզ վիրավորեն, տեսնում ենք ուրիշ աչքերով ենք նայում, բայց ինքը խաչի վրա, սիրելներ, ցավերով, դառաբանքներով
իր աչքերից բխում էր սեր, բխում էր ներում, սիրելներ, որտեղ ինքը սիրեց մեզ, հալելույա, օրհնյալա Տիրոջ անունը սիրելներ։ Այո սիրելներ, այս սերը մեր միտքերից վեր է, մեր միտքերից վեր, որ մենք չենք առանք հասկանանք, սիրելներ, բայց նա իրականություն է, սիրելներ, նա իրականություն է։ Այդ սերը աշխարհի մեջ չկա, մենակ գտնվում է Հիսուս Քրիստոսի մոտ, սիրելներ, Քրիստոսի սերը, սիրելներ, սիրում է մեզ։ Ու մենք տեսնում ենք, երբ որ Պետրոսը սիրելներ, երբ որ ինգավ, երբ որ ուրացավ 3 անգամ, սիրելներ, գիտեք սիրելներ, Հիսուս Քրիստոսը շատ հետաքրքիր խոսք ասեց իրեն, ասեց, գիտեք սիրելներ, ասեց Պետրոս, դու ինձ սիրում ես։ Գիտեք սիրելներ, շատ օրհնյալ խոսք, ես գայնել եմ այս խոսքի վրա, ասում եմ, էդի ինչ զորություն կար այդ խոսքի մեջ, սիրելներ, ու գիտեք, իմ յանքում եղավ դենց բան, մի եղբայր, սիրելներ, վերջեն, հիշում եմ գնաց էի երազ տեսա, այդ եղբոր գնոջը երազով ինձ ասում է, ելի շուտ շտապ արի, ասում է գալիս են մարդիկ, իմ ամուսինին տանում են դուրս, իրեն լավ ծեծում են եւ վիրավորված հետա դառնում։ Ես արտնցա քնից վերջեն մեր Իսրայել եղբորը վեգալեցի եւ գնացի այդ եղբոր դունը։ Գնացի ներս մտանք, ինքը եկեցի անդամ, վերջեն մգրտված, սիրելներ, երբ որ մտանք, ասեց ես հələ պետք է խոսայի, որ երազի մասին դենց տեսա մի անգամով, եղբայր ասեց, ես ձեզ համար ժամանակ չունիմ, գնացեք, հասկանում ես ուր եկել եք։ Արդեն ինձ համար ամեն բան բարձ էր։ Գիտեք սիրելներ, ինքը դուրս գնաց եւ վերջեն մենք ալ դուրս ելանք, գնացինք դուն, նորեն գիշերը քնա, նուն երազը գրգնավ։ Իր գինը հայտնվում է երազի մեջ, ասում է շուտ ելի արի, իմ ամուսինին գալիս են մարդիկ, ծեծում են, վիրավորում են եւ վիրավորված հետա դառնում։ Զանգեցի Իսրայել եղբորը, ասեցի քել նորեն երթանք Իսրայել եղբայր։ Երազը նորեն գրգնել, ասում է երեք ընդեղին չտեսար, սիկել երթանք։ Ելանք գնացինք սիրելներ, այդ եղբայրը դուններ, վերջն ասեց ես պետք է երթամ, գործ ունիմ, ասի նստի մենակ 2 խոսք։ Վերջն ասի ես ինչ ակու վիճակդ 20 րոպե եղբայրներ։ Ինչ ուզում ես ասեց, ամենաբարձր վատ խոսքեր։ Ես ներսես աղոթում էի, սիրելներ, ինքը վիրավորում էր խոսքով սիրելներ, բայց իմ կենտրոնը խոսքերի վրա չէր, այլ իմ լրիվ միտքը աշխատում էր ոնց բժշկեմ իրեն, ոնց օգնեմ իրեն, ասում եմ դեր, ինձ իմաստություն դուր, ոնց կարանամ այս եղբորը շահեմ, այս վիճակից դուրս անեմ, եւ հիշեցի այս խոսքը, Պետրոս դու ինձ սիրում ես, գիտեք սիրելներ, խոսքը երբ որ բրզավ, ասի եղբայր, ես քեզ շատ եմ սիրում, դու ինձ սիրում ես, եղբայրներ, այդ օրը տեսա այդ խոսքի զորությունը ինչ կատարվավ, եղբայր, այդ եղբայրը եկավ 5 րոպե իր գլուխը տրել է գուրսկս, ու լացում է, իր գրողը շոյում եմ, հասկանում եք սիրելներ, ասում այդ վատ խոսքերը թող ինձ հետ դառնան, ասի չի եղբայր, ոչ քեզ, ոչ ինձ, հասկանում եք սիրելներ, վերջեն գոդրվավ, մի խոսքեր, ես նոր հասկացա ինչ ուժ կա մեջը, դու ինձ սիրում ես, Հիսուսը մեզ սիրեց եղբայրներ եւ իր կյանքը տվավ, օրհնյալ է Տիրոջ անունը, եւ Աստծո սերը չի նշանակում, որ մենք ապրենք ինչպես որ մենք ուզում ենք, Աստծո սերը տանում է մեզի դեպի սրբության, Աստծո սերը եւ իր համբերությունը տանում է մեզի ապաշխարության, սիրելներ, կարող է այսօր մարդ կան մեր մեջ, ասենք որ իմ մեղքերը շատ են, ես քեզ կասեմ, որ Հիսուս Քրիստոսը սիրում է մեղավորներին սիրելներ,
ադում է մեղքին, բայց մեղավորին սիրում է, սիրելներ։ Այսօր համար թող Աստված օգնի քեզ եւ Աստված քեզ զորացնի, եղբայրներ, որ այսօր Հիսուսը քեզ սիրում է եւ իր կյանքը տրել է քեզ։ Ինքը երբեք չի մերժում մարդուն, այլ ինքը ուզում է կյանք տնի, եղբայրներ ջան։ Եվ մյուս գետը Հիսուսի սերը, եղբայրներ ջան, փոխում է մարդու կյանքը։ Գիտեք, հավատացեք, ոչ մի մարդ չի կարա փոխի մարդու կյանքը մենակ սերը։ Երբ որ ես հասկանամ Աստծո սերը իմ հանդեպ, սիրելներ, էդի փոխելու է իմ կյանքը։ Երբ որ Հիսուսը մտնա իմ սրտի մեջ, սիրելներ, իմ կյանքը փոխվելու է։ Եղբայրները կարոզեցին գնոջ մասին, եղբայրներ։ Աստծո սերը ինչ արեց այդ մեղավոր գինոջը։ Մարիամ Մագդանացի սիրելներ, մենք տեսնում ենք մեղավոր գին, բայց վերջին դարձավ հարության վկայող։ Բողոզ առաքյալը, որ ժամանակին սավուղն էր, առաքյալ մարդ։ Սիրելներ, այդ սերը ինչ արեց իրենց կյանքին, եւ Բողոզ առաքյալ ասում, ով պիտի բաժանի մեզի Քրիստոսի սիրուց։ Այդ սերն է, սիրելներ, ոչ հալածանք, ոչ տառապանք, եղել է իրենց կյանքին, սիրելներ, բայց այդ սերը ծածկում էր ամեն բան, սիրելներ։ Այսօր համար թող Աստված օգնի մեզ, Աստված մեզ զորացնի, սիրելներ։ Քրիստոսը, սիրելներ, չէ որ մեզի զարդարում է դրսից, այլ Քրիստոսը մեզի, սիրելներ, նոր ստեղծություն անում է մեզ, նոր մարդ, որանք որ Քրիստոսի մեջ են, սիրելներ, նոր ստեղծված են։ Դենց է գրված Սուրբ Գիրքը։ Այսօր համար թող Աստված օգնի մեզ, սիրելներ, այդ սերը այսօր գործում է, այս աշխարհի վրա, այսօր դադելու ժամանակը չի, այսօր բրգության ժամանակն է, եղբայրներ, քուրիկներ։ Այսօր եթե կան ինգածներ, կան ոմանք, որ սատանայից խաբնված, որ քեզանից ոչ մի բան դուրս չի գարակա, ես քեզի այսօր գասեմ, որ այսօր Հիսուսը գարա քեզ կյանք տա, հալելույա, օրհնյալ է Տիրոջ անունը։ Սիրելներ, կյանքը ոչ մի բան է։ Գիտեք, սիրելներ, ես մի հատ, ասենք, պատմություն գասեմ եւ գավարտեմ իմ խոսքը, սիրելներ, գիտեք, մի տակավոր իր ներսդում 4 հատ հարց է մտնում եւ այդ հարցերի պատասխան չունի։ Հավաքում է իր բոլոր ժողովուրդը, ոմանք իրենց հետ խորհուրդ են անում եւ ասում է ես 4 հատ հարց ագել եմ սրտիս մեջ, բայց ես պատասխան չեմ կարա գտնեմ։ Ասում է ով որ իմ հարցերի պատասխան տա, իմ ես տակավորությունը ես իրեն գտամ։ Բոլոր ժողովուրդը ուրախացան։ Ասեց բոլոր ես տակավորությունը դու գտաս մեզ տակավոր։ Ասում է խոսք եմ տալիս, եթե այս 4 հարցերին դուք պատասխան տաք, ես ես տակավորությունը գտամ քեզ։ Ասեցին ասա քո հարցը տակավոր, մենք կպատասխանենք։ Ասեց չէ, ով որ չպատասխանեց, ես իր գլուխը գդրելու եմ։ Բոլորի մեջ վախ մտավ։ Բոլորը հրաժարվան։ Եկավ մի հատ երիտասարդ, ասեց տակավոր, դուր հարցերդ ես կպատասխանեմ։ Ասեց տղա, դու երիտասարդ ես, ոչ աչդ գիտես, ոչ ցախդ։ Այսքան իմաստուն մարդիկ ունիմ, եւ նայ մեծադարիքները ժողովուրդը չկարացին պատասխանեն, դու ես պատասխանելու։ Ասեց կպատասխանեմ, հարցը դուր, ես կպատասխանեմ, ասում է նայ գլուխդ գդրելու եմ։ Ասում է ոչ մայր ունիմ, ոչ հայր ունիմ, այս աշխարհի մեջ տարապում եմ, ինձ կյանքը ոչ մի բան է։ Հարցերը տվավ տակավորը։ Ասեց առաջի հարցը։ Ինչն է այն բանը, որ գումարով էլ հետ չես կարաս բերես։ Հնարավորություն չի։ Երիտասարդը գայնավ, սիրելներ, ասեց հարցը դժվար է, ասեց երկրորդը դուր։
Ասեց երկրորդ հարցը։ Ասում է, ինչ է այն բանը, որ անհնարը մարդը իրեն հաղթելու, բայց հնարավորություն կա հաղթելու։ Նորեն կայնավ, ասում է երրորդը ասա։ Ասում է ինչ է այն բանը, որ իրեն ցույց է տալիս, որ ինքը ճշմարտություն է, բայց ինքը խաբեբա է։ Ասես տակա, որ շատ դժվար հարցեր ես ասում։ Ասես չորրորդը ասա։ Ասում է ինչ է այն բանը, որ մարդը այդ օր մեջ չի կարա պահնի։ Երդասարտը գայնավ, ասես տակա, որ ճիշտ ասեցիր։ Եթե այսօր ձերերը չկարացին պատասխանեն, բայ ես ոնց եմ պատասխանելու, բայց ընձի հնարավորություն դուր 40 օր, ընձի մի հատ զիդուր, ընձի գիրագուր դուր 40 օրվա համար, ես քու հարցիդ պատասխանները բերելու եմ։ Գնաց այս երիտասարդը, սիրելներ, 30 օր անցնում է, որու հարցնում է, հարցի պատասխան չկա։ Մնաց 10 օր այս երիտասարդի մեջ վախ մտավ։ Ասեց, եթե ես հարցի պատասխանը չկտա, ինքը գլուխս կտրելու, ես մեռնելու եմ։ Սիրելներ, անցնում է, վերջին անապատի տեսնում է մի հատ փոքր դուն։ Տեսնում է մի հատ ձեր մարդ, դուրի դիմացը նստած, շունը գողքը, ամանը գողքը, շունը ուդում է այդ ամանից, և այդ մեծ դարիքով այդ ամանից ուդում է։ Երիտասարդը նայում է, ասում է, սպիտակ մազերով մարդ չի կարա ջոգի, որ ինքը վերջին մարդ է, և էդի շունը մի ամանից չի կարելի ուդել։ Ասեց, ինչի ժամանակ զգործնելու եմ ստեղ, եթե այս մարդը հասկանում ես չի կարա ջոգի եսի, ոնց կարա իմ հարցերից պատասխան տա։ Պետք է հեծնի իր ձի երտա, ձեր ասում է, դղես, արի մոտիկ ինչի ես հերու գայնած։ Ասում է, չէ, շտապում եմ, 10 օր ընձի մնացել է, ես գմերնիմ, եթե վերջին հարցերից պատասխան չկտա։ Ասես, ինչ հարցեր, դղես, ասա կարող է ես քեզի օգնեմ։ Չէ, դու չես կարաս օգնես։ Ասես, դղես, ասա կարող է օգնեմ քեզ։ Հարցերը ասեց, ձերը խնդաց, ասես, շատ հեշտ հարցեր են էսի։ Այս ասեցի, ինչ դժվար հարցեր պիտի դասնցի։ Ասես, դու գիտես այս հարցերի պատասխանը։ Ասում է, ոնց չգիտեմ։ Ասում է, դե շուշու դուր, տակավորը խոստացել է, գես տակավորություն ընձի պիտի տա։ Ասես, չէ, դղես, հեշտով ամեն բան չկա։ Դու ամեն բան ուզում ես հեշտ առնես, էսի շատ թանկին ունի։ Ասում է, բայց ես գումար չունիմ, ես խոսք կտամ քեզ, եթե տակավորը գես տակավորտի դվավ, ես ինչ ուզում ես քեզ համար կանեմ։ Ձերը գայնավ, ասեց առաջի հարցի պատասխանը։ Սիրելներ, առաջի հարցի պատասխանը ինչ է այն բանը, սիրելներ, որ անհնար է, հասկանում ես սիրելներ, կամ ոնց էր առաջինն է մոռացել, ոնց? Հա, ինչ է այդ բանը, որ անհնար է գումարով գարաս հետ բերես։ Ասեց իրեն գիտես ինչ է էդի, ասում է էդի ժամանակն է, ժամանակը անցավ, դու գումարով էլ չես գարաս հետ բերես։ Ասեց հավատա ճիշտ է, եթե ժամանակը անցավ, դու ժամանակը երբեք չեք գարաս հետ բերես արդեն, ոչ գումարով, բրզավ, կյանքը քնած։ Ասեց բայ երկրորդը, ինչ է այն բանը, որ անհնար է իրեն հաղթելու, բայց հնարավորություն կա։ Ասեց էդի մարդու անձն է։ Դու անհնար է գարած դու հաղթես քեզ։ Հասկանում ես, բայց հնարավոր կա Հիսուս Քրիստոսի մոտ։ Հասկանում ես, որ կարանաս հաղթես քու բնութդ։ Եվ այս երկու, ասեց երրորդը, ասեց չէ դրես։ Եթե ամեն բան սենց դամ, այս հարցերի արժեքը գործնելու է, կնա երկու կդար, վեճ են հետ կտարնաս։
Երբ որ քնած դվավ տակավորին, տակավորը ուրախացած ասեց, այ քեզ իմաստուն մարդ, ով է այսի քեզի պատասխանեց, լրիվ ճիշտ ձևով, ասում է իրոք ալ սենցա։ Հետ դարձավ, սիրելներ, ասեց դե ասա երրորդը, ասեց երրորդը, հասկանում ես, որ ինքը ճշմարտությունը ցույց է տալիս, բայց խապե ասում աշխարհն է, որ խապել է այսօր մարդկանց։ Ամենամեծ խապեությունը այսօր աշխարհն է, որ այսօր բոլոր աշխարհը երթում են, իրեն ճիշտ է ցույց տալիս, հասկանում ես սիրելներ, բայց նա սուտ է։ Ասում է ճիշտ է, վերջին երթում է տակավորին, ասում է տակավոր, ասում է ճիշտ է էսի։ Ասում է քեզի մնաց մի հատ հարց, ասում է մինակ վերջի օրը գկաս։ Երբ որ քեզի մի օր մնացել է, այդ օրը գկաս քեզի վերջի հարցի պատասխանը կտամ։ Երբ որ մնում է մի օր, երիտասարդը գալիս է ձերի մոտ, ասում է դե 4-րդ հարցը դուր։ Ասեց չէ դղես։ 4-րդ հարցը ես քեզի ասեցի։ Տանգակ, արժեք ունի, քին պետք է դաս։ Ասեց դե գումար չունի, վեճ են քեզ գտամ, ասեց չէ։ Ասեց բա ինչ անեմ։ Ներս մտավ, մի հատ աման բերավ, գիրագուր տրավ այդ ամանին, եւ տրավ շունի դիմացը եւ շունը սկսավ ուտել։ Երբ որ շունը գերավ, շունին ասեց գայնի։ Վեգալեց ամանը, ասեց դղես, եթե դու այս ամանից ուտես, ես քու 4-րդ հարցի պատասխանը կտամ։ Երիտասարդը գայնավ, ասեց ոնց գնի սենց, ես մարդ եմ ինքը շուն, ոնց զիգերցնում ես, ասում է դղես դու գիտես։ Քեզի մնացել է մի քանի շամ, հարցի պատասխանը չտարիր, գլուխդ գդրելու են։ Երիտասարդը գայնում է, խնդրում ասում է, խնդրում է մի արա էլի, ասում է չէ, եթե դու չկերար ես ամանից, չի լինի։ Երիտասարդը տեսնում է մահը դիմացը, ինչ անի, լացում է, ծունգի եկել է եւ սկսում է այդ ամանից ուտի։ Երբ որ գերավ այդ ամանից, եկավ ձերը իր մոտ, ասեց դղես, 1000 անգամ ընձի ների, որ ես քեզ սենց ցավացրեցի։ Բայց ես տեսա քո մեջ սենց հպարտություն կա։ Դու ոնց կարաս այդ ես տակավորությունը ղեկավարես այս քո հպարտության։ Հերվից ընձի տեսնում էր, ասում է, որ ես չեմ ճոգում, հա, նու շունի ամանից ես ուտում եմ։ Հասկանում ես, ասես դու կյանքից ոչ մի բան չես հասկանում։ Գիտեք սիրեներ, վերջեն այս երիտասարդը տրտմած, հասկանում ես վերջեն քնած, ասեց 4-րդ հարցի պատասխանը նայա, սիրեներ, որ անհնար է մարդը իր մեն փախելու, նա ինքը մահն է։ Ոչ մի մարդ մահից չի կարա փախնի։ Տակավոր ասեց, ճիշտ ասեցիր։ Ասեց ես իմ խոստումի դերն եմ, իմ ես տակավորությունը այսօրվեն փոխանցում եմ քեզ։ Երիտասարդը ասեց, չէ տակավոր, ոչ մի բան չեմ ուզում։ Բաժանի աղքատներին, սովածներին, ես չեմ ուզում ոչ մի բան։ Ասում է, եթե այսօր մահգա, ավելի լավ է ես իմ ժամանակները ճիշտ օգտագործեմ, ապաշխարեմ, ինչ պետք է այս աշխարհի ունանությունը։ Սիրելներ, իմ խնդրանք, Հիսուսի սերը այսօր խոսացինք, միջև այսօր ներում է, այդ աղբյուրները բաց է, սիրելներ, սիրում է քեզ, այս աշխարհը քեզ չխաբի, ժամանակը սիրելներ գկա մի օր գպրզնի, հասկանում ես, մեր գլուխը բادرի են խփելու, ժամանակը ճիշտ ձևով օգտագործենք սիրելներ։ Այսօր համար ես ուզում եմ մի հատ աղոթք անենք երևում, հա, մի հատ կարճ աղոթք անենք, սիրելներ, որ Աստված իր ողորմություն անի, եւ այդ սերը, որ այսօր Աստված բերել է սիրելներ, այս աշխարհի վրա, սիրելներ, մենք օգտագործենք այդ սերը, մեր կյանքը փոխվելով սիրելներ, այսօր համար Հիսուսը այսօր սպասում է քեզ, այսօր քո օրը դա, այսօր քո ժամանակդ, հասկանում եք,
Դու կարող ես տղի դուրս գաս, դու չգիտես, հասկանում ես Գաբրի չես ապրես, յանքը մեր ցերքի չի, սերելներ։ Աշխարհի վրա մահ կա։ Դու չգիտես մահը երբ է տագելու կտուրը, կարող է այսօր լինի, կարող է վաղը լինի, բայց այսօր քու օրը տա ապաշխարելու։ Ամեն։ Աղոթում ենք։